Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ, աշխարհի առաջնությունում հասել ենք արդեն կիսաեզրափակչին եւ ֆուտբոլ ֆորումը շարունակում է իր քննարկումները։ Ես Արմեն Մանուկյանն եմ, այսօր ինձ հետ Հայկ Հովհաննիսյանը, Արթուր Շարությունյանը եւ Սուրեն Մելիքսեթյանն են։ Ու սկսենք առաջին ու գլխավոր հարցից։ Արդյոք աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ են հասել այն թիմերը, որոնք պետք է այս փուլում լինեին։ Եթե հիշենք մունդիալից առաջ թե ում ենք ֆավորիտ համարում, երևի թե 5-ից 4-ը հասել են կիսաեզրափակիչ, միայն Պորտուգալիան, որը հիմնական ֆավորիտների մեջ էր, չհասավ այս փուլ։ Եվ հետաքրքիր փաստ, եթե նայում ես նաև FIFA-ի վարկանիշ շնչահոսակին, առաջին 4 տեղեր են նույնպես հասել են։ Սովորաբար երկրորդական են, չէ՞, համարել այդ վարկանիշ շնչահոսակը։ Վերջապես այն արդարացրեց իր նշանակությունը, իսկապես ուժի չափանիշը ցույց տվեց եւ ինձ շատ է դուր գալիս զույգերը, որոնք բաշխվել են կիսաեզրափակիչում, վերջապես կտեսնենք երկու շատ ուժեղ թիմերի դիմակայություն, այլ ոչ թե մեկ ուժեղի, մյուսը, որը այդքան ուժեղ չէ, բայց ինչ որ ջանքերի շնորհիվ հասել է այդպիսի փուլեր։ Արտուշ։ Դե ես էլ եմ համաձայն, որ գլխավոր ֆավորիտներից երևի թե միայն Պորտուգալիայի հավաքականը չհասավ լավագույն քառյակ, ընդ որում սա պատմության մեջ առաջին դեպքն է, որ վարկանիշային աղյուսակի առաջին 4 թիմերը հասնում են կիսաեզրափակիչ։ Ու եթե շարունակենք մի փոքր վիճակագրությունից խոսալ, երբեք չի նվաճել աշխարհի գավաթային թիմը, որի կազմում ոսկե գնդակի գործող դափնեկիրն է, 21-րդ դարում գործող չեմպիոնը աշխարհի նորից չի հաղթել եզրափակիչում եւ չի հաղթել արտասահմանցի մարզիչ ունեցող հավաքական, այսինքն եթե այս դրամաբանությամբ գնանք, Իսպանիայի հավաքականը չեմպիոն է դառնալու, ունի առավելություն, բայց այո, շատ հետաքրքիր զույգեր են, անկանխատեսելի ու կարծում եմ ոչ ոք էլ չի կարող հստակ ասել, թե ինչ եզրափակիչ ենք մենք տեսնելու։ Սուրեն։ Դե ինձ համար առաջնության մեկնարկից առաջ կար 4 ֆավորիտ, գումարած 2 հավաքական, 4 ֆավորիտներն էին Իսպանիան, Արգենտինան, Պորտուգալիան, Ֆրանսիան։ Հերթականությունը կապ չունի, Անգլիան մի քիչ վերապահում ավելի ֆավորիտներից մեկն էր ու Նորվեգիայի հավաքականը, մենք դրա մասին շատ ենք խոսել, որ դու այդքան էլ չէիր հավատում։ Դե Նորվեգիան պարզա, երևի իր ինչքան պետքա գնաց, իսկ ավելի մեծ ֆավորիտներից, ինչպես տղերքն ասացին, մենակ Պորտուգալիան չկա, բայց ես կարող ասեմ նաև, որ շատ արժանի 4 թիմերը հիմա այստեղ են։ Միգուցե կային հավաքականներ, որ ավելի վառ ֆուտբոլ են խաղացել, բայց երևի ինչ-որ բան պակաս ա եղել այդ հավաքականների մեջ, 4 ամենաարժանի հավաքականները կիսաեզրափակիչում են ու դա շատ տրամաբանական ու նաև լավ է ֆուտբոլի համար։ Ֆուտբոլասերներ ջան, մինչև մեր թողարկումը եւ մեր բանավեճը զրույցը ընդլայնենք, ամենակարևոր բաներից մեկը բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք, որ մենք էլ կարողանանք մեր հաղորդումը շարունակական դարձնել։ Այ զրույցի ընթացքում դուք Պորտուգալիայի հավաքականին առնվազն 2 հոգի հիշատակեցիք։ Հիմա շատ կարճ, չեմ ուզում շատ ծավալենք այս թեման, Պորտուգալիան ինչու ձախողվեց։ Կներես մինչև կպատասխանի ոչինչ, որ հիմա մի քիչ ուշացումով եմ ասում, ես առաջին անգամ եմ այս տաղավարում, շատ լավ, շատ գեղեցիկ տաղավարում ու բոլոր հաղորդումները բավականին հետաքրքիր են եղել եւ այդ բաժանորդագրվելու հետ կապված շատ ճիշտ բան ասաց Արմենը։ Մեկ էլ նկատել եմ, որ հաղորդում առ հաղորդում դիտումների քանակը բարձրանում է, այնպես որ ամեն հաղորդում 2000 դիտորդ ավելի ու հուսով եմ, որ իմ ոտքն էլ խերով կլինի, ինչպես ասում են, ու այս մեկը ռեկորդ կխփի։ Առնվազն երկրաչափական այս պրոգրեսիան կպահպանվի։ Դե մենք պատահական չենք քեզ կանչել դու խորակերությունը ունես բնականաբար։ Այ հիմա արդեն խոսքը Հայկինն է։ Պորտուգալիան ինչու ձախողվեց։ Շատ են կարծում եմ պատճառները։ Դու ասա գլխավորը շատ ժամանակ չունի, որ բալանս չկարողացան գտնել։ Այդ բալանսը որն է։ Ինչի, որ տեսնես, որ յուրաքանչյուր գործողությունը շատ այսպես ներդաշնական մյուսին, որ ֆուտբոլիստները իրենց տեղերում են, իրենց նախընտրելի ֆուտբոլն են խաղում, այդ բալանսը չկարողացան գտնել։ Հիմա մենք տեսնում ենք Վիտինյա եւ Նևեշ թե ինչպես են խաղում PSG-ում, իրանք խաղում են թիմում, որը գեր պրեսինգ է կիրառում, իրանք խաղում են անդադ մանր եւ կարճ փոխանցումներով, իսկ Պորտուգալիայի հավաքականում, քանի որ այլ խաղացողներ են, նրանք ավելի շատ ստիպված են խաղան, օրինակ դեպի եզր, իսկ եզրից գա բարձրից փոխանցում տուգանային հրապարակ, որովհետեւ իրենց գլխավոր աստղը կենտրոնական հարձակվող այդպիսի ֆուտբոլում ավելի իրեն լավ է զգում։ Ես մի հատ լավ դա միանգամից սահմանափակում է այդ երկու կարևոր ֆազաները։ Այդ օրինակներից մեկն է։ Շատ համաձայն եմ։ Հիմա Սուրենը ասի, որ մի քիչ բազմակարծություններ ունեն։ Գիտես, այս առաջնության ընթացքում ակամայից այդ բառակապակցությունը միշտ օգտագործում եմ ու
որ այս առաջնությանը կային շատ պատրաստ հավաքականներ ու անպատրաստ հավաքականներ, Պորտուգալիայի հավաքականը անպատրաստ հավաքականներից էր։ Դրա մեջ շատ դետալներ կարող են լինել։ Իհարկե մենք հանդերձանում չենք իրենց, որ հասկանանք ինչա կատարվում, բայց այն որ Պորտուգալիայի հավաքականում ինչ-որ բան կատարվում էր, որը խանգարում էր իրենց, բացի բուն ֆուտբոլից, կարծում եմ դա փաստ է, ու իրենք ընդհանուր առմամբ էլի այդ անպատրաստ հավաքականների շարքին էին, դրա համար անակնկալ չի, որ իրանք դուրս են մնացել։ Երկուսի միտքն էլ շարունակելով նախ համաձայն եմ, որ կար բալանսի խնդիր, բայց պետք է գանք դրամաբանական կետի, դրա գլխավոր պատասխանատուն իհարկե գլխավոր մարզիչն է։ Եթե չկա բալանս, կա խնդիր, խնդիրը մարզչական է ու հատկապես կամ առավել եւս եթե եղել է խնդիր հանդերձարանում, այո, բարդ է նման մեծ աստղերի հետ աշխատելը, այդպիսի հանդերձարան կառավարելը, բայց այդտեղ էլ ուրեմն մարզչի թերացումն է։ Մեր գործընկերներից շատերը գիտեն, դեռ վաղուց ես նշում էի, որ եթե օրինակ նայենք պորտուգալական մարզչական դպրոցին, ով կարող էր լինել, հենց այն մարդը, որը հիմա արդեն ստանձնել է գլխավոր մարզչի պաշտոնը, խոսքը Ժորժե Ժեզուսի մասին է, ընդ որում նա իր աշխատանքով ապացուցել է, որ բարձրակարգ մարզիչ է թե Բենֆիկայում, թե Բրազիլիայում, թե նաև Սաուդյան Արաբիայում, ես չգիտեմ, այնպես չլինի, որ տենց քննադատում եմ շատ Ռոբերտո Մարտինեսին, չգիտենք թե ինչ է կատարվել ամեն դեպքում, բայց իմ համար գլխավոր խնդիրը հենց մարզչական էր։ Ես այս թեման բոլորիդ հետ համաձայն եմ, այս թեմայով, ու իմ կարծիքով Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները վարվեցին իրենց հանդեպ տրված գնահատականներից, այսինքն երբ ասում են, որ դե կիսապաշտպանության գիծը աշխարհի լավագույն կիսապաշտպանության գիծն է ու ինչ որ պայի է թիմը հանդիպում է օրինակ Իսպանիայի հավաքականի հետ այստեղ տեսնում ես որ թիմի միջին գիծն է չէ ոչ թե տեսնում ենք առանձին ֆուտբոլիստների որակ այլ տեսնում ենք թե որ թիմի մարզիչն է ավելի շատ տիրապետում թիմին դե գիտես ինչու համաձայն չեմ որովհետև ամենայն սիրով ու արգանքով մեր հայ ֆուտբոլիստների նկատմամբ որոնց ես շատ եմ սիրում իրանք Հայաստանի հավաքականի օրինակի համար ֆուտբոլիստները չեն, որ ասենք վառվեցին, էլի Վիտինյան ու Ժոաու Նևեշի եթե պետքա վառվեն այդ խոսքերից, չէ, բայց նայի մասշտաբը, աշխարհի մասշտաբով զրույցում կարող են վառվել, դա բնական խոսակցություն է։ Օրինակ ես ինչ այս թեման կներես մի հատ շարունակեմ, որովհետև կիսատ էի թողել, նայի որոշ ֆուտբոլիստների որոշ գծերի վառվելու պատճառով Ռոնալդոյի վրա էլ շատ բան մնաց, որովհետև լավ մենք ինչքան էլ քննադատում ենք Ռոնալդոյին, ես շատ եմ քննադատել Ռոնալդոյին, ամեն դեպքում երբ որ մենք նայում ենք մյուս թիմերի հարձակման գծերին, հասկանում ենք թե հարձակվողներին ոնց են գնդակ մատակարարել, Ռոնալդոն այդ հնարավորությունը չի ունեցել։ Եկեք համեմատենք օրինակ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականներին, ինչու եմ այս երկու հավաքականներին նշում, որովհետև աստղային լինելու առումով շատերը հենց համեմատականության մեջ դնում էին Ֆրանսիա ու Պորտուգալիա։ Դե ամենաուժեղ կազմեր ունեցող հավաքական։ Ընդհանրապես իմ կարծիքով միջին գիծը մի կողմ, Պորտուգալիայի արչեւի գիծը նույնիսկ մոտ չէ Ֆրանսիայի արչեւի գծին։ Այ գիտես, երբ որ ասում են բալանս ինչ որ գծում, օրինակ Պորտուգալիայի հարձակման գծում ընդհանրապես բալանս չկար, անգամ գաղափար չկար, ովքեր պետք է լինեն հիմնական։ Այնպես չի, որ դներ հիմնական։ Եթե ինձ ես հարցնում, ես ձախից անպայման Լիաուին կխաղացնեի, աչից կխաղացնեի Պեդրու Նետոյին, հաստատ կխաղացնեի Նետոյին, այլ կենտրոնական հարձակվողի դիրքում կարող է շատերը ինձ հետ չհամաձայնեն, բայց ես Գոնսալո Ռամուշ, Ռոնալդո այդ զույգի մեջ կբաժանեի ժամանակը։ Օրինակ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողները շատ են, տենց մատակարարումներ ստանում։ Հիմնականում իրենք են ստեղծում Օլիսե Մբապե համագործակցությունը տեսել ենք, մյուսների մասն էլ։ Բայց այնտեղ համակարգը ուրիշ ձև է աշխատում, սրա մասին դու պետք է խոսաս, այսինքն Պորտուգալիայի հավաքականի գրոհի ձևը ուրիշ է, Ֆրանսիայի հավաքականինը ուրիշ է, այնտեղ հարձակման գծում բոլորը կարող են մենք տեսել ենք Իսպանիայի հավաքական, օրինակ հետ գնանք Եվրո 2012, թիմ, որը դարձել է Եվրոպայի չեմպիոն, չունենալով հարձակվող, ընդգծված 9 համար չկար ու գրեթե բոլորը 5-6 հոգի կիսապաշտպաններ էին։ Դա արդեն համակարգ էր, այլ մոտեցում էր եւ այդ մոտեցմամբ ստացվեց դառնալ չեմպիոն։ Բայց եթե դու ունես նման միջին գիծ ու ինչպես Հայկը նշեց, այդ բալանսը չես կարողանում գտնել, այդտեղ արդեն խնդիրները սկսվում են։ Բայց հետաքրքիր է, որ ընտրական մրցաշարում դե պարզ է նույն բանը չի, բայց ընտրական մրցաշարում այնպես չի Պորտուգալիայի հավաքականը վատ էր խաղում ու այն Դավիթ Գալստյան մի հատ լավ բան էր գրել, ասում եմ ամենալավը մեր հավաքականը իր մաշկի վրա զգաց ու իրոք դա տենց է, առանց Ռոնալդոյի Պորտուգալիայի հավաքականը ինչի է ընդունակ, որովհետև երբ որ մեր դեմ չեն խաղում, այնպես չի իրենք տպավորում էին։ Բայց Ռոնալդոյով էլ զգաց, էլի 5 անպատասխան գնդակ, դա էլ ծանր պարտություններ էլի։ Ցավոք սրտի մենք հիմա այն փուլում ենք, որ այդ մրցակցի դեմ ոչինչ չենք կարող անել, մի քանի գլուխ մեզնից ուժեղ էր։ Բայց Հայկ, բայց նայ մենք էլ Իռլանդիա հաղթեցինք, որը որ հանդգնեց հաղթել Պորտուգալիային։ Բայց երբ որ
քո հավաքականի խաղին տնային մրցակի քո երկրպագուներից ոմանք կամ շատերը նույնիսկ երկրպագում են մրցակցին, դա արդեն շատ ծանր հոգեբանական հարված է։ Ես ամենայն դեպս շոկի մեջ էի։ Ինչ վերաբերվում է այս մունդիալում Պորտուգալիային, դու նշեցիր մարզչի։ Բայց խնդրում եմ կարճ էլի կասես։ Հա, կարճ ասեմ։ Եթե մարզչի խնդիրը, ու մենք եթե համաձայն ենք դրան, պետք է համաձայնենք, որ խնդիրը այն է, որ ինքը երկու հնարավոր ճանապարհներից ընտրեց այն մեկը, որը արդյունք չտվեց։ Երկու հնարավոր ճանապարհները որոնք են։ Մեկը դու ամեն ինչով օքեյ ես Ռոնալդուի հետ, դու նրան ամեն օր գովում ես ու նրան միշտ մեկնարկային կազմում ես խաղացնում, իսկ եթե նա կա, ամբողջ խաղը արդեն փոխվում է։ Մյուս տարբերակը առանց Ռոնալդուի, որը մտնում է միայն փոխարինման վերջին խոսքի 25-30 րոպեի ընթացքում, ու դու եթե միջև այդ չես կարողացել արդյունք ապահովել, նրա միջոցով կարողանում ես դա անել, որովհետև նա թարմ է արդեն, կարող է այդ 30 րոպեում ինչ որ արդյունք տալ, ինտենսիվ լինել։ Մենք ընտրեց մյուս տարբերակը, որը չտվեց։ Մյուսը կտեսնենք արդեն մյուս մունդիալի ժամանակ տալիս է թե չէ։ Համենայն դեպս այս պայդրությամբ ես ավելի հավանական կասեմ մյուս մունդիալի չեմպիոնով կդառնա, քան այս մեկի։ Լավ, մունդիալ Պորտուգալիան գլխավոր ֆավորիտն է, հատկապես որ տնային մունդիալը լինի։ Մյուսին դեռ կանդրադառնանք ու այս մունդիալի կիսաեզրափակիչներից առաջ մի հատ էլ հավաքական կա, որ ռեալ շատ եմ ուզում մի քիչ խոսենք այդ հավաքականի մասին։ Սուրեն, Բրազիլիայի ազգային հավաքական, ինչու ձախողվեց այս հավաքականը։ Դե իմ պատահական չեմ հարցնում, որովհետև այդ սրտին մոտ է։ Ես քիչ թե շատ Բրազիլիայի հավաքականին էի երկրպագում, Ձախողվեց, որովհետև բրազիլական ֆուտբոլը այստեղ դու կարող ես ասել այն ինչ որ նույնիսկ եթերում չէիր ասի, այդ բալանսը պահելու համար, այստեղ կարող ենք։ Որովհետև գաղտնիք չի, որ լուրջ խնդրի առաջ ենք անել, ես շատ եմ մտածել դրա մասին, իմ կարծիքով դրա գլխավոր պատճառը այն է, որ ժամանակին բրազիլացի ֆուտբոլիստները լավ աճում էին, եփվում էին, հետո նոր տեղափոխվում էին Եվրոպա, հիմա շատ գումարներ կան Եվրոպայում, իրենք դեռ 17-18 տարեկանում տեղափոխվում են Եվրոպա, հիմա տեսեք Բրազիլիայի հավաքականի առաջատարները ովքեր են ու մեծամասամբ 17-18 տարեկանում Եվրոպա տեղափոխված ֆուտբոլիստներ են, իսկ ֆուտբոլը փոխվել է Եվրոպայում, այդ մաթեմատիկական համակարգային ֆուտբոլը այդ է հիմա իշխում ու բրազիլացի ֆուտբոլիստները գալով ու սովորելով դրան իրենց փայլն ու լավագույն որակները կորցնում են։ Դրա համար բրազիլական ֆուտբոլը կարծում եմ հիմա հավաքականի մակարդակով գոնե այդքան լուրջ խնդրի առաջ է կանգնած, չնայած ամեն դեպքում պետք է նշել նաև, որ շատ կարևոր խաղացողներ ունեին բացակա, վնասվածք ունեցող ու եթե օրինակ ուրիշ հավաքականները ինչ-որ կերպ կարող են այդ բացերը լրացնել, հատկապես Բրազիլիայի հավաքականը, որ առանց այդ էլ խնդրահարույց իրավիճակում է, մի բան էլ 3-4 կարևոր ֆուտբոլիստ բացակայում է, չէր կարող ավելի լավ պատկեր լինել, ինձ թվում է անկեղծ լինեմ, Բրազիլիայի հավաքականից ես շատ ավելի վատ պատկեր էի սպասում, քան իրանք կարողացան։ Դե տես, որ ասեցիր նախ մեկ հավաքական էլ կա ուզում եմ առանձնացնեմ։ Մի հավաքական էլ կա։ Ես ասելու sense արդեն ուզում եի թիավարել։ Ու ինչ էի մտածում Սուրենը երբ ասեց բրազիլական ֆուտբոլ, որն է բրազիլական ֆուտբոլ է։ Այդ ֆուտբոլն է, որով մենք ֆուտբոլ ենք սիրել։ Ոչված, այսինքն այդտեղ չկա շատ տակտիկա, չկան մաքուր ֆուտբոլ, բրազիլական տեխնիկա, բրազիլական մտածելակերպ, բայց հիմա մենք տեսնում ենք ֆուտբոլը այնքան է զարգացել նույն հատկապես Եվրոպայում, որ փաստորեն Բրազիլիան մի քայլ հետ է մնացել, կարծեմ 94-ից սկսած առնվազն 40 եզրափակիչ հասնում էր, այս անգամ այդ նշածողն էլ չկարողացավ պահպանել ու պարտվեց հենց Նորվեգիային։ Այո, համաձայն եմ, որ ֆուտբոլիստները շուտ են գալիս, նույն օրինակ Էստևաուի օրինակը վերջին սերնդի երևի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է, բայց եկավ էլի ծանրաբեռնվածություն, վնասված եւ այլն ու հանդիպան ժամանակ, երբ որ Անչելոտին փոփոխություններ էր կատարում, ես մտածում էի ամենայն հարգանքով իհարկե բոլոր ֆուտբոլիստների հանդեպ, բայց ովքեր են դուրս գալիս խաղ փոխելու։ Լավ, դուրս գալը մի կողմ է մեկնարկային կազմում, ասենք մեկնարկային կազմում։ Այսինքն ավելի լավ ընտրություն ուներ չարեց։ Չէ, հասցնելը որ ընտրության նորությունն էլ շատ մեկնարկային կազմել, որ նայում ես, այնտեղ այնպիսի ֆուտբոլիստներ կային, իրոք օրինակ 5-ը գերաստղ են ժամանակակից ֆուտբոլի համար, բայց մյուս 5-ը այնպիսի ֆուտբոլիստներ են, որ այդ մեր ասած լավագույն տարիների Բրազիլիայի հավաքականը երազում կտեսնեին, որ իրենք այդ հավաքականը։ Բայց ես այդքան էլ համաձայն չեմ։ Հիմա որ 2002-ի մունդիալը հիշես, այնց ֆուտբոլիստներին մեկնարկային կազմում խամ, վերջին չեմպիոնության համար եմ այդ ասում, այնտեղ Ռորիռո հարցակման երրյակը դե հետքեր էլի։ 3 կարող ես կապի եւ Կարլոսին Մարկոսն կարևոր եղավ պատկերացրու Կաֆու Կարլոս թե ինչ հարցակողական ես պաշտպաններ էին ու այդ արչեվի երրյակը սպասի կարևոր է լսենք
Արչևի երրեկը Կաֆու Կարլոս, մյուս 5-ին ոչ ոք համարյա չէր ճանաչում։ Նայ Հայկ, ասածս էտա միշտ էլ պատմության ինչքան ուզում եմ Վինիսիուսին ուժեղներ եղել են, ժամանակակից ֆուտբոլի մասշտաբներով Բրազիլիայի ես հավաքականում 5 ֆուտբոլիստ ես կարող եմ առանձնացնել։ Դարպասապա Ալիսոնը, կենտրոնական երկու պաշտպանները, Մարկինյոսն ու ով էին։ Գաբրիելը, Կազեմիրոն, այդ քեզ եղավ 4, Վինիսիուսը 5, Ռաֆինյան 6։ Մյուսները մենք տեսել ենք, արի Էզրայի պաշտպաններից սկսենք, տեսել ենք Կաֆու Կարլոս, հետո տեսել ենք Մարսելո Ալվես, ընդ որում կար Մայկոնի նման պաշտպան, որը պահեստային էր։ Հիմա խաղում են 34 տարեկանից բարձր, չգիտեմ, Զենիթի Դանիլոն ու Դուլաս Սանթոսը։ Հարցակման գիծնել որ համեմատենք, երբ որ Էնդրիկը դուրս եկավ մեն-մենակ Նյուլանի դիմաց, Վինիսիուսի այդ հրաշալի փոխանցումից հետո, գիտես ով հայտնվեց աչքերիս առաջ։ Ռոնալդոն 2002-ի մունդիալի եզրափակիչում եւ դուրս էր եկել Օլիվեր Կանի դիմաց, ու ինչ էր անում հանգիստ։ Եկեք դե հիմա համեմատում ենք ու տեսնում ենք, էլի, սարերի ու ձորերի տարբերությունը։ Հայկին էլ լսենք այս թեմայով։ Ես համարյա դրան էի տանում, որ առաջ, երբ որ մենք ասենք բրազիլիացի լավագույն ֆուտբոլիստն ով է, ինքը ապրիորի կնշանակեր համարյա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Եթե հիշում ես Ռոնալդոն աշխարհի լավագույնն էր, Բրազիլիայի հավաքանի լավագույններ, ինքը աշխարհում էլ լավագույններ։ Ռիվալդոն երբ որ լավագույններ, աշխարհում լավագույններ։ Ռոնալդինյոն երբ որ հետո դարձավ Բրազիլիայի լավագույնը։ Կական նույնիսկ Կական նույնպես։ Նույնիսկ Նեյմարը երբ որ բրազիլիացի լավագույն ֆուտբոլիստն էր, այո, այդ ժամանակ ինքը աշխարհում լավագույն չէր, որտեղ Մեսսի, Կրիշտիանո կային, բայց երրորդ այն ժամանակ լինել, դա արդեն ոնց որ մարդկանց մեջ լավագույններ նշանակում։ Էլի մեծ նվաճում էր։ Բայց հիմա բրազիլիացի եթե լավագույն ֆուտբոլիստը Վինիսիուսն է, շատ մեծ հարց է ինքը տասնյակում կա թե չէ։ Ստոպ, այստեղ ստոպ, որտեղ Վինիսիուսը կոնկրետ թույլ տուր ես ասեմ։ Հարցը տասնյակում կա թե չէ։ Առաջնությունում աշխարհի Չէ, աշխարհի մունդիալի մասին չի խոսքը։ Բոլորին եմ ասել, Վինիսիուսը կերպարանափոխված է։ Լավ է խաղացել մունդիալի եւ լավ է խաղացել եւ վատ։ Բայց դա օրինակ է, թե աշխարհը ինչքան է փոխվել, ուժեղ ֆուտբոլիստները ինչքան շատացել։ Առաջ դժվար էր պատկերացնել, որ նորվեգացի ֆուտբոլիստը կարող աշխարհում լավագույններից մեկն է։ Բայց դա թեմա է առաջ քաշում, ինչքան է հավասարվել ֆուտբոլը։ Ով կպատկերացներ, որ Կաբո Վերդե, Եգիպտոս, այս ցանկը կարելի է հավաքականի համար չի հավասարվել, մնացած բոլորի համար։ Լավ, այս թեմայով իմ կարծիքն էլ ասեմ, մի հատ էլ թեմա կա, որ պետքա բացեմ միջև կիսաեզրափակիչները։ Նայեք, Բրազիլիայի հավաքականում, այս հավաքականում ամենալավ բանը, որ ես տեսա, Կարլո Անչելոտիի լինելն է, բայց մի հատ ուրիշ կարևոր հարց կա, որին ես կուզեմ անդրադառնամ։ Ամեն դեպքում ինչքան էլ Անչելոտին իր փորձով, անցած ճանապարհով կարողանում է խաղի ելքի վրա անգամ ազդել, դեռ թիմի ու Անչելոտիի մեջ շատ մեծ այսպես բաժանում կա, շատ մեծ պատ կա, որ այդ պատը հաղթահարելու համար Բրազիլիայի հավաքականի մարշին բավականին երկար ժամանակ է պահանջվելու։ Ու եթե Բրազիլիային վստահ են, ինձ թվում է, ինչ որ պահի Բրազիլիան իսկապես վերադառնալու է, բայց շատ ուժեղ հավաքականով։ Այս որպես եզրափակիչ այս թեմայով սուտ մի հատ շատ կարճ մի հատ բան է ուզում ասել Նեյմարի մասին իհարկե երկար խոսելու բան չկա, քանի որ չխաղաց մեծ հաշվով, բայց քանի որ շատ էին քննադատում, ասում էին ուրիշ ֆուտբոլիստի տեղ զբաղեցրեց, ես կարծում եմ Նեյմարի լինելը շատ օգտակար է։ Նեյմարը իր տեղը ունի։ Գիտես ինչու, որովհետև տպավորություն էր, որ ինչպես արգենտինացիները Մեսսիի համար, Բրազիլիայի հավաքականի հայտարարությունում գտնվող մյուս խաղացողներն էլ Նեյմարի համար էին ուզում ինչ-որ լավ բան անել։ Ես այդ տպավորությունը ստացել եմ։ Այսինքն ինքը կարող է խաղադաշտում մեծ օգուտ չտվեց, բայց թիմակիցներին ինչ-որ ուժ իրան էր։ Նաև Բրազիլիան գիտես ինչ խանգարեց, որ մինչև մունդիալը ում էլ հարցներ, համենայն դեպս ինձ շատ են հարցեց, ասում են քարտ եզրափակիչ հասնելը հաջողություն կլինի Բրազիլիայի համար։ Էդ է իրանց մաքսիմումը, հա, այդ մի քիչ հակասական է։ Իմ կարծիքով մեկը չկա որ պատկերացնի Բրազիլիան չեմպիոն կդառնա, բայց իրենց երկրում Անենց հանկարծ մունդիալից 1-2-3 շաբաթ առաջ աժոտաժ զարգացավ, որ նրանք պետք է չեմպիոն դառնան։ Եթե Բրազիլիայում ավելորդ խանգարեց իրենց։ Եթե Բրազիլիայում որևէ մեկին հարցնես, գիտեմ, ինչ ակնկալիք ունես ու ասի, որ աշխարհի չեմպիոնություն չպետք է լինի, այդ մարդուն Բրազիլիայից աժոտաժ չկա, այդ նորմալ չի լինի։ Լավ, այս թեման բակում է, բայց դա երբեմն խանգարում է։ Այս թեման շատ է երկարում ու հաջորդ թեմայի մասին ես կուզեմ Արտուշը խոսի։ Գերմանիայի հավաքական, Նիդերլանդների հավաքական, մի քիչ ավելի կարճ, այս վերջի թեման է միջև կիսաեզրափակիչ ու արդեն կգանք կիսաեզրափակիչը կսկսենք սա արել։ Այ Գերմանիան, Նիդերլանդները ինչու ձախողվեցին։ Այդ մի քիչ անսպասելի չէ, հատկապես Գերմանիան։ Այ Գերմանիան ես sense եմ մտածում, օրինակ 2002-ին էլ հասավ եզրափակիչ, հետո առնվազն կիսաեզրափակիչ հասնելու ռեկորդ չէ սահմանեցին 4 անգամ անընդմեջ, մինչև 2014, այսինքն մինչև այն կետը երբ ստացվեց նորից դառնալ աշխարհի չեմպիոն։ Հետո սկսեց աստիճանաբար նշաձողը իջնել։ Հիմա եկավ Նագելսմանը նորից հայտնվեցին փլեյօֆում, բայց մենք տեսանք թե ինչ ֆուտբոլ էր խաղում։ Այ հիմա եկել է Յուրգեն Կլոպը ու նորից Յուրգեն Կլոպի ինչ որ համակարգային փոփոխություններ պետք է անի։ Դու կհիշես
ժամանակին 2000-ականներից առաջ ու սկզբին ինչպես սկսեցին փոխել Բունդեսլիգան, ընդհանուր գերմանական ֆուտբոլը։ Հիմա էլ ինչ որ մի այդպիսի կետի Կլոպը պետք է տանի ու Կլոպը այն մասնագետն է, որ կարա տանի։ Այդ ապագայում հիմա ինչ եղավ։ Շատ չեմ ուզում քննադատեմ նաև Նագելսմանին, օրինակ Գերմանիայի հավաքականում չի կարողացել արդյունք ապահովի նաև Հանսի Ֆլիկը։ Իսկ ֆուտբոլիստների մասին չենք ուզում խոսանք։ Հիմա մենք ասում ենք, որ այդքան էլ աստղային չէր, որքան էլ որ տարօրինակ է Բրազիլիայի հավաքականի կազմը, բայց եկեք ընդունենք, որ նույնը կարող ենք ասել նաև Գերմանիայի հավաքականի մասին։ Հիմա Գերմանիան ավելի թույլ է անուններով, քան Բրազիլիան, չգիտեմ, հա։ Այդ մի քիչ ես չգիտեմ թույլ է թե ուժեղ, բայց Վինիսիուսն օրինակ։ Վիրտը մարզավիճակում Մուսիալան չի։ Մուսիալան մարզավիճակում չէ, գնաբրի շատ թույլ ֆուտբոլիստներ ունեն, էլի։ Այդ ռեստարտի մասին որ խոսում ես, օրինակ ես չեմ կարծում թե 2000-ականների իրենց այն ուժեղ սերունդը որ դարձավ աշխարհի չեմպիոն, այն ժամանակվա կազմը համեմատեցու հիմիկվա, այնպես չի որ այն ժամանակվա Գերմանիայի հավաքականում, չգիտեմ, շատ գերհզոր ֆուտբոլիստներ են խաղում, ամբողջական պատկերն եմ ասում, մի հոգու մասին չեմ ասում։ Հապարզա Կրոս կար, Մյուլլեր կար, հա, իրանք տարբերվող են շատ, բայց մեծ հաշվով պլյուս մինուս հիմա Վիրցը արդյոք վատ ֆուտբոլիստական Մուսիալան կամ Չէ, վատի մասին չի, ուղղակի Բրազիլիայի անունները ինձ թվում է ավելի հնչեղ են։ Ես ավելի շատ Գերմանիայի այս թիմը համեմատում եմ իրանց ուժեղ ժամանակների։ Միգուցե ընդհանուր պատկերը ավելի թույլ է, բայց հաստատ այստեղ էլ կան էլի լավ ֆուտբոլիստներ, որոնց շուրջ կարելի է ինչ-որ բան ստանալ։ Միգուցե նաև մարզչական ախնդիր է, այսինքն Նագելսմանի աշխատանքը ի սկզբանե այդքան լավ չգնաց Գերմանիայի հավաքական։ Մի հետաքրքիր բան ասեմ, չեմ հիշում թե ով էր ասել, տես, մենք տեսել ենք սերնդեսերունդ փոխանցվող այդ մարզչական ղեկը, չէ՞, Կլինսմաններ, Կլինսմանի Լյովն էր օգնականը, հետո եկավ Լյովը, հետո Հանսի Ֆլիկը, ասեն շարունակ։ Հիմա ասում են նայում ենք Նագելսմանի մարզչական շտաբին, ընդհանրապես անծանոթ մարդիկ են, նույնիսկ չենք ճանաչում թե ովքեր են այնտեղ։ Ես չեմ իհարկե թերագնահատում Յուլիան Նագելսմանին։ Դե այնտեղ շեշտը Նագելսմանի մեծության վրա է, զուտ գաղափարական դա է խնդիրը։ Նիդերլանդերից մի քանի բառ կասես ու ըստ Նիդերլանդները ինչպես միշտ իր ոճի մեջ է, անում են բայց Մարոկոին կարելի է անում է հակառակը, ինչ դու սպասում ես իրանից։ Օրինակ դու չես սպասում որ ինքը լավ կխաղա, ինքը սկսում է շատ լավ խաղալ։ Հենց սպասում ես որ ահա լավ խաղաց, արդեն մյուսն էլ լավ կխաղա, ինքը Մարոկոյի հետ հանդիպում է անցկացնում, որում 120 րոպեում 6 հարված է կատարում։ Հոլանդական ֆուտբոլը 6 հարված կատարի 70% մյուս թիմն է, չէ՞, տիրում։ Հա, գնդակին տիրում է 30%, դա աբսուրդների գագաթ է։ Եկեք ընդունենք, որ Մարոկոյի հավաքականը արժանի ֆուտբոլ է։ Չէ, մենք չենք ասում արժանի, չէ, ուրիշ կետի են տանում խոսակցությունը, տես օրինակ երբ որ հաղթեց Շվեդիային 5-1, ես այն ժամանակ էլ նշում էի, որ այս հաղթանակը ավելի շատ խաբուսիկ է, որտեվ նախ Շվեդիան այդքան ուժեղ թիմ չի, անկախ նրանից թե առաջին տուրում իր խաղը ոնց էր ավարտել։ Ու առաջին տուրում էլ մենք տեսանք Նիդերլանդերի հավաքական, որ Ճապոնիայի դեմ խնդիրներ ուներ։ Դե երրորդ տուրում Թունիսի դեմ խաղին չեմ էլ ուզում անդրադառնամ, բայց Մարոկոն էլ մի քիչ բախտներն էլ չբերեց, նենց մրցակից էր, անհարմար մրցակից էր Նիդերլանդերի համար, անհարմար այն առումով, որ իրենց նախընտրելի այդ տոտալ ֆուտբոլը թույլ չտվեցին խաղալ, վերցրին գնդակը ու Վահբին հաղթեց, ավելի ուժեղ ֆուտբոլ էր։ Մեծ իստումը այլ հավասար պայմաններում Նիդերլանդների հավաքականին մենք հիմա կարող ենք նաև կիսաեզրափակիչում էլ տեսնել։ Հա, իհարկե վատ խաղացին Մարոկոյի դեմ, միանշանակ համաձայն եմ, բայց խաղի սցենարն էլ այնպեսին էր, որ իրադարձությունները մի քիչ ուրիշ ձև գնային, կարող է եւ Մարոկոն այդ գոլը չխփեր, իրանք հաջորդ փուլ դուրս գային, այդ ժամանակ Ֆրանսիայի հետ էին։ Բայց եթե հաղթեին, կիսաեզրափակիչում լինելու համար Ֆրանսիա պետքա ճանապարհային, այդ արդեն իսկ ասա կարող եք հիշել 2014-ի մունդիալի Հոլանդիան, այդ հիասքանչ Բրազիլիայի, բայց ոչ մեկ չէր սպասում իրանք այդպես քանի։ Իրանք Իսպանիային գործող չեմպիոնին 5-1 հաշվով հաղթեցին խմբային փուլում ու բոլորին շոկի ենթարկեցին։ Դու սպասում ես, որ հաջորդ մունդիալում արդեն նրանք վերջնական քայլը կկատարեն, բայց կարող արդեն մունդիալին չմասնակցեն։ Հանկարծ Եվրոյին չմասնակցեն կամ գան ավելի թուլացված կազմով եւ լավագույն Եվրոներից մեկը անցկացնեն։ Այդպիսի անսովոր հերթականություն չունեցող թիմ է, չգիտես ինչ անի։ Հարգելի ֆուտբոլասերներ, մինչև մեր հաղորդման ամենահետաքրքիր հատվածը բացել է, եւս մեկ անգամ ասենք, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որ մենք կարողանանք ավելի շատ դաշտ ունենանք զրուցելու։ Եվ անպայման լայք դրեք, որը օգնում է, որ դիտումները շատանան։ Նաև մեկնաբանություն գրեք, սա էլ է շատ կարևոր։ Այ հիմա գանք կիսաեզրափակիչներին, բայց Ֆրանսիա-Իսպանիան պահում ենք։ Իմ կյանքում սա առաջին դեպքն էր, կարող զարմանալի է, բայց երբեք առիթ չի ունեցել մի միջավայրում լինել, որ կասեն լայք դրեք, սեսարեք այն։ Դե մենք էլ բայց արեք, ինչքան կարևոր բան կա արեք այդ լայքեր եւ այլն, էլի դուք գիտեք, ոչմ։ Մի խոսքով
Անգլիա, Արգենտինա։ Սկսենք եզույքից, ամենահետաքրքիրը առանձնացնենք, խոսենք նաև անցած ճանապարհներից։ Այստեղից ես մենակ նեգատիվ բաներ եմ ասելու։ Ասա։ Կիսաեզրափակիչների փուլից սկսած, որովհետև երկու խաղերն են։ Նեգատիվ, թե նեգատիվ Արգենտինայի հետ։ Չէ, ոչ մեկի նկատմամբ, չէ, ընդհանուր իրավիճակի, որովհետև կարծում եմ երկու խաղն էլ ծանձրալի։ Այս ձևաչափը այնքանով է լավ, որ մենք ինչ ուզենք կասենք։ Ծանձրալի կարող կոպիտ եմ ասում, մի քիչ կտրուկ եմ ասում, բայց երկուսն էլ շատ գոլարատ ու դիտարժան, տակտիկապես կարող է դիտարժանով հետաքրքիր լինի, բայց սովորական հեռուստադիտողի համար, օրինակ, եթե ես սովորական հեռուստադիտողի աչքով նայում, ինձ համար դիտարժան ֆուտբոլն է, որտեղ դրիբլինգ կա, գոլեր կան, գեղեցիկ հարվածներ կան։ Արգենտինայի խաղում չկա։ Առհասարակ կա, բայց Անգլիա-Արգենտինա կիսաեզրափակիչում, այն Ֆրանսիա-Իսպանիան մի քիչ էլի մտածում Այսինքն 4 տակտիկական ֆուտբոլ է։ Այս թողումա դա կարող 0-0 անգամ կամ 1-1, դե կարող եւ բացառապես սխալվեմ, հարցը դա չի, բայց ես պատկերացնում եմ ավելի շատ հենց Արգենտինա-Անգլիա կիսաեզրափակիչը, որ այն որ մի 40-50-րդ րոպեից հետո հասկանում ես, որ այս աչքդ կպնում է, այդ տենց խաղ են պատկերացնում։ Շատ վտանգավոր բան է։ Օրինակ առնվազն լարվածության առումով երևի թե մենք առիթ չենք ունենա աչք կպցնելու ու կարծում եմ եթե տակտիկական առումով համեմատաբար ավելի քիչ դիտարժան լինի, կարա լինի Իսպանիա-Ֆրանսիա խաղը, շատ անկանխատեսելի զույգ, հա ու երևի թե ոնց հասկացա ակնարկում էիր, որ երկուսն էլ շատ են պրագմատիկ ֆուտբոլ խաղում, այդ երկու նույն ոճերի բախումը փոթորիկի կարող է ամեն ինչից երկուսն էլ տակտիկական առումով, հիմա ինձ սխալ երևի հասկացան, տակտիկական առումով երկուսն էլ շատ կարևոր, շատ ուժեղ խաղեր են լինելու։ Չէ, ես հասկացա, փուլում չի կարող ուրիշ ձև լինել, բայց զուտ են դիտարժանության առումով դե քառորդ եզրափակիչներն էլ կարող են հիշել, Իսպանիանում հաղթեց Բելգիային։ Հիմա տես Պորտուգալիա, Իսպանիան ավելի շատ հենց այդ խաղին նման ինչ որ կամ Անգլիա, Նորվեգիան էլ են։ Բայց Ֆրանսիան ի տարբերություն Պորտուգալիայի չեմ կարծում, որ տես ձեռքերը ծալած նստելու է, սպասի թե Իսպանիան ինչ է առաջարկում, այնտեղ ֆանտաստիկ ամեն ինչ լինելու։ Ես քո համար հարց ունեմ, չավելացնես, խնդրեմ, շարունակի։ Ֆրանսիա, Արգենտինա, Անգլիա, շատ հետաքրքիր է, որ Մեսին երբեք իր կարիերայում չի հանդիպել Անգլիայի հավաքականի, դե մենք իհարկե չենք տեսել, բայց այդ վերնագիրը միշտ կա, չէ, 86-ի երկու լեգենդար գոլ Մարադոնայի կողմից, նախ Աստծո ձեռքով գոլը, հետո Դարի գոլը, այդտեղ կա նաև անարդարության զգացողությունը պահպանված, ռևանշի մեծ ցանկությունը անգլիացիների կողմից գուցե եկել է ժամանակը, բայց շատ բարդ է կանխատեսումներ անելը։ Տեսել ենք կամային հաղթանակ տանող Անգլիայի հավաքական, տեսել ենք կամային հաղթանակ տանող հրաշալի քամբեք անող Արգենտինա, բայց ինչ թիմերի հետ։ Տպավորությունն է, որ երկուսն էլ տարբեր սցենարների պատրաստ են։ Տեսել ենք Անգլիա, որը 10 ֆուտբոլիստով կարա հաղթական հաշիվ պահպանի շատ ուժեղ Մեքսիկայի դեմ։ Այդ շատ ուժեղ Մեքսիկան մի քիչ խոսելու հետ կապված քննարկելու թեմա է, բայց ես Հայկին մի հատ հարց տամ, հետո էլի կխոսենք։ Այ մարշչական տեսանկյունից, ասում են Սկալոնին շատ մեծ աշխատանք է տարել, Արգենտինայում շատ բան է փոխել, այ որպես մարզիչ Տուխել Սկալոնի, այս ինչ է մեզ խոստանում քո կարծիքով։ Շատ հետաքրքիր պայքար։ Նախ Սկալոնին չմոռանանք, որ արդեն 3 անընդմեջ մրցաշար է հաղթել, ինչ որևէ թիմ չկա, որ այդքան հաղթանակների շարք ունի մրցաշարերի, 3 անընդմեջ մրցաշար։ Եվրո, աշխարհ Եվրո։ Չէ, գործողների մարզիչներով ասում։ Մարզիչներից, նայ։ Հա, գործող մարզիչներին Կոպա, մունդիալ կոպա։ Իրար հետևից հաղթել է Էսպայի դրությամբ, ընդ որում այն վաղ նույնիսկ Իսպանիան Արագոնեսն էր մեկը հաղթել։ Այո։ Եվ Չէ, դու հիմա որպես մարզիչներ իրենց զուգահեռներ երկու տարբեր ոճի մարզիչներ են, շատ։ Համենայն դեպս աշխատանքը տենց է ցույց տալիս։ Ես Սկալոնին ամբողջությամբ հարմարված է նրան, որ Մեսին կա, թիմը խաղում է Մեսի վրա, Մեսին վերցնում է գնդակը եւ ընենց անում որ թիմը փորձի լավ խաղա։ Յուրաքանչյուրը գիտի թե որտեղ պետք է վազի եւ ինչու, որովհետեւ եթե դու գնդակով ես, Մեսին քեզ կարող է փոխանցում կատարի, դու լավ դիրքում հայտնվես, դու պետք է անդադ շարժման մեջ փորձես լինես, որպեսզի մրցակիցն էլ չկարողանա կենտրոնանալ Մեսի վրա։ Երբ որ առանց գնդակի են, յուրաքանչյուրը գիտի, որ պետք է վազի շատ ավելի, օրինակ Խուլիան Ալվարեսը գոլ խփելու պահին քառորդ եզրափակիչի 113-րդ րոպեի դրությամբ արդեն 13 կիլոմետր վազելուց հետո միևնույն է իր մեջ ուժ գտա, որ այդպեսի հարված կատարի։ Այս մունդիալից վերջին գոլը որ մեկնաբանել եմ, էլի։ Ու ինչ արեց հետո Խուլիան Ալվարեսը խաղից հետո տեսել եք թե չէ։ Ինչ։ Բարձրացավ տրիբունա, անձամբ սկսեց խնամել իր երեխային, օրորում էր որ կնի։ Կաթեր տալիս։ Չէ, օրորում էր։ Մի հատ բան կարելի է ես ասեմ, Ասա։ որ մի քիչ էլ լավ բան ասեմ կիսաեզրափակիչների հետ կապված։ Կիսաեզրափակիչները այն փուլն է, որ արդեն այն
լուրջ խաղացողների հարցը լուծելու փուլն է մի խոսքով, էլի նայեք, Անգլիայի հավաքական Ջուդ Բելինգեմ ինչ է անում, ինչ սպասելիքներ կան։ Արգենտինայի հավաքական Լեո Մեսսի, իհարկե, Իսպանիայի հավաքական Էսպարագայում Միկել Մերինո, ինձ թվում է։ Այ Ֆրանսիան է մի քիչ դժվար, որովհետև երկու ֆուտբոլիստ կա նմանատիպ, 3 նույնիսկ։ Չէ, հա, դե իհարկե 3, բայց Օլիսեին էլ եմ ես Մբապեի հետ առանձնացնում, բայց ինձ թվում է ամեն դեպքում Մբապե։ Ախի այն երկուսի մեջ Օլիսեն չէ։ Ես լավ մի վարքյան հիմա այս Հայկը մի հատ հետաքրքիր թեմա է բացել, հələ կշարունակես, մի հատ ես էլ ասեմ, էլի այս թեմայով։ Ասացիր Սկալոնին ամեն ինչ կառուցում է իրականում Մեսսիի շուրջ, չէ։ Այ հիմա այս տակասն եմ ես հաղորդում։ Ինձ թվում է, այ այս փուլում, եթե մինչև այստեղ հասնել Արգենտինայի հավաքականի մարզիչը կարող էր այդպես կառուցել, որովհետև մրցակիցները թույլ էին տալիս, այ այս փուլում Անգլիայի հավաքականի դեմ այդ մոտեցումը լինելու է կործանիչ։ Մինչև սա ի դեպ, ասում է բանը, FIFA-ի այդ դասակարգման տասնյակի որևէ մրցակցի չի հանդիպել Արգենտինայի հավաքականը, բարձր դիրքը զբաղեցնող մրցակիցը կարծեմ 21-րդ տեղում է եղել։ Գիտես, ինչի մասին եմ մտածում, չէ՞ դե հարցը չի, օրինակ տես, համաձայնեք, որ այս մունդիալում պետք է հանդիպես կան, իրար մրցակիցները հերթով պարտվեցին։ Այս մունդիալում նախորդ չեմպիոնականի համեմատ Մեսսիից կախվածությունը ավելի մեծ է։ Հետաքրքիր միտք էր ասել Մեսսիի սննդաբանը, նշել էր, որ ֆիզիկական առումով Մեսսին հիմա շատ ավելի լավ վիճակում է, քան 2022-ին Կատարում, ու ես համաձայն չես, որ հիմա ավելի լավ վիճակում է, լավ, հեսա քննարկենք։ Ես կարծում եմ, որ Կատարում Արգենտինայի հավաքականն ավելի ուժեղ ու պատրաստ է։ Այդտեղ քննարկելու հարց չկա այդ անցան։ Նույնիսկ Կալոնին է դա ընդունում, որովհետև ես ասենց բան ասեմ, այդ մունդիալում Արգենտինան բոլոր խաղերում առնվազն 2 անգամ ուժեղ է եղել իր մրցակիցներից, եթե ամբողջ խաղն է վերցնում։ Բոլոր խաղերում։ Իհարկե, բայց եզրափակիչ է։ Կիսա եզրափակիչում։ Չէ, տակացած։ Պարզապես վերանայի այդ խաղի առաջին 70 րոպեին գնդակով չես տեսնի նույնիսկ Ֆրանսիային։ Գնդակ չի եղել իրանց մոտ համարյա։ Միջև 2-1 Ռանդալ Կոլոմուանին էր, չէ՞, որ չխփեց։ Այ որ խփեր ես կուզեի քո մեկնաբանությունը լսել։ Ուշա դրա համար ասում մեծ մասը եթե վերցնես խաղի, որովհետև Ֆրանսիան շատ լավ խաղացել է 2-0-ից 70-րդ րոպեից մինչև 90-ը, երբ հավասարեցած էր լրացուցիչ ժամանակում առավելությունը կրկին Արգենտինային էր, եւ մինչև այդ 70 րոպե այնքան մեծ առավելություն էր, կարծես Արգենտինան խաղա։ Լավ, ես զուտ քաղաքականությունից դրված լսեցի, այդքանով հանդերձ, այդքան ուժեղ Արգենտինա լինելով հանդերձ, իրենք միևնույն շատ դժվարությամբ էին խաղերը հաղթում։ Հիմա էլի շատ դժվարությամբ են հաղթում, բնավորության շնորհիվ, չլինելով 4 տարի առաջվա համեմատ այդքան ուժեղ։ Հիմա ուրիշ հարց եմ տալիս, արդարա որ Արգենտինան այս փուլում եղած բոլոր այսպես վիճահարույց ես չեմ ակնարկում, որ Արգենտինան արժանի չէր այս փուլում լինել։ Ես ասում եմ, արդարա թե չէ, ձեր կարծիքները որ ասեք։ Ես ինչպես զրույցի սկզբում ասացի, 4 ամենաարժանի թիմերն են ու այս մունդիալը ինձ համար ամենատպավորիչն է բոլոր տեսած մունդիալներից։ Եվ շատ տարբեր պատճառներով մեկն էլ է նա, որ հա արդարացիորեն ովքեր արժանի են, հասել են այս կետին։ Ես ուրիշ անարդար բան չեմ տեսել։ Հիմա նայեք, երբ որ մեզ ասում են Արգենտինայի հավաքական, միանգամից բոլորս ասում ենք Մեսսի, չէ՞։ Լավ, Մեսսի մասին եթե մի պահ մոռանանք, որն է այս թիմի ֆենոմենը։ Չէ, բայց եթե Մեսսին այդ թիմի անդամը պետք չի մոռանալ։ Չէ, մենք Մեսսին ոչ թե առանձնացնում ենք, որովհետև Մեսսին բոլորից լավն է, այլ ուզում եմ հասկանամ, օրինակ, նա երբ որ Մբապեի մասին մի կողմ ենք դնում, ասում ենք դե Օլիսեն էլ, չէ, այս բաներն անում։ Հիմա Մեսսին որ մի կողմ ենք դնում, այս Արգենտինայի հավաքականը ինչով է ուժեղ, հետաքրքիր է։ Որն է այս թիմի ֆենոմենը։ Շատ հստակ դերերով բաշխված, կիսապաշտպանություն ունեն։ Հիմա նաև պարադեսն էլ ավելացել, որ սա շարի սկզբում։ Գնա, ես պաշտպանության մասին, Ռոմերոյի մասին, ինչի ոչ միտեղ չես խոսում։ Ռոմերոն ամենակարևորը չի։ Ռոմերոն ու Լիսանդրոն նաև ցույց են տալիս ամենակարևոր պահերին, որ կարող են գնալ, գոլ խփել, նույնիսկ գոլային փոխանցում կատարել։ Ես համաձայն եմ կիսապաշտպանության վերաբերյալ, այնտեղ 4-4-2-ը չէ սխեման, բայց որ նայում ես նոմինալ 4 կենտրոնական կիսապաշտպաններ են, բոլորը կռվող մինչև վերջ պայքարող ֆուտբոլիստներ, բայց եւս մեկ անգամ ուզում եմ խոսել Լիոնել Սկալոնիի մասին, տպավորությունն է, որ այդ մասնագետը յուրաքանչյուր սցենարի պատրաստ է։ Նախ իր հանգստությունն է փոխանցվում թիմին։ Ճիշտ է, սենց մի միտք եմ ասել, որ Կաբո Վերդեի դեմ ավելի լարված էր, իմ կարծիքով, քան աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի դեմ, բայց ամեն դեպքում ինքը ունի Կաբո Վերդեին պարտվեին, դա կարող չներում։ Դե հա, հոգեբանական բան կլիներ։ Ինքը ունի այն հանգստությունը, որը փոխանցվում է թիմին, ու տպավորությունն է, որ ինքը բոլոր սցենարներին պատրաստ է։ Շատ լավ թիմ է, Սկալոնի հետ կապված մի բան է ես ասեմ, առհասարակ
այն մարզիչները, որոնք աշխատում են Մեսսի, Ռոնալդոյի հետ, չգիտեմ, աննախանձելի է էլի այդ մարզիչների վիճակը։ Հիմա Ռոբերտո Մարտինեսին ինչ ասես ասում են։ Ինչ պետք է կերած լինես, որ Մեսսին ասես այսպես անի, որ Ռոնալդոյի հետ, ասենք նենց անի, որ իրանից չդժգոհեն եւ այլն։ Հիմա Լիոնել Սկալոնին այնքան հալալ է իրան, այնքան ճիշտ է իրան պահում այդ թիմում, որ այդ բալանսը կա ու իրան հարգում են, կարգի տղա է։ Երկուսն էլ նույն մոտեցումն են ցույց տվել։ Մարտինեսն ու ինձ թվում է նույն մոտեցումն են։ Երկուսն ամեն ինչ դրել են իրենց գերաստղի վրա։ Պարզապես Մեսին կարողանում է դա արդյունքի վերածել։ Չէ, դե ուրիշ տարբերություն էլ կա։ Պորտուգալիայի հավաքականի այդ թիմակիցները այնպես չէին Ռոնալդոյի համար։ Օրինակ հիմա ասում են շատերը հատկապես նրանք ովքեր Մեսսի երկրպագու չեն, մի քիչ դուրս չի գալիս, որ Մեսսին այսպես դուրս է գալիս սաղ թիմը հետևից, այդ բրիգադայի վիճակներով, այդ ինձ շատ դուր է գալիս։ Այդ լրիվից հոգեարազատ բան է, չգիտեմ։ Այս թեմայով իմ կարծիքը ես ասեմ, էս էլ է օգնում։ Իրանց այս լավ թիմին էդ էլ է օգնում, որ իրանք ունեն առաջնորդ, իրանք սիրում են այդ առաջնորդին, այս պարագայում Մեսսին։ Ինձ թվում է դաշտում դա իրանք շատ օգուտ է։ Նայ Արգենտինայի հավաքականի լինելով կիսաեզրափակում Մունդիալը իմ կարծիքով միանշանակ շահել է, որովհետև անկախ նրանից Արգենտինան ուժեղ է, թույլ է, ամեն դեպքում այս թիմը այնքան երկրպագու ունի, որ եթե կա Արգենտինայի հավաքական, դա արդեն գույն է։ Այս կարևոր նկատառում նաև ստադիոնում ինչքան երկրպագու ունի, գրեթե յուրաքանչյուր խաղ ոնց որ տնային լինի։ Բայց այսպես ասեմ, ինձ թվում է, եթե Արգենտինայի հավաքականի ճանապարհը մի քիչ ավելի բարդ լիներ, Արգենտինան հնարավոր է այս թիմով, այս խնդիրներով չհասներ այս փուլին։ Եվ դա ամենևին էլ այն մասին չէ, որ ես Արգենտինայի հավաքականին ուզում եմ, չգիտեմ, ինչ որ փնովեմ, վատը գտնեմ, ուղակի այն խաղը, որ ես տեսա, դա ինձ մաքսիմում Անգլիայի դեմ խաղը ամենալավ առիթն է հասկանալու էլ իրանք ինչքան ուժեղ ու Անգլիան ինչքան ուժեղ։ Հիմա գանք Անգլիա-Արգենտինա խաղին ու առանձնացնենք դետալներ, մանրուքներ, որոնք որ այս մրցակցությունում պետքա ամենավճռորոշը լինեն։ Ինձնից ենք սկսում։ Դե ինձ թվում է իհարկե այն կետն է, գաղտնիք չեմ ասում, որ պետք է հնարավորինս քիչ սխալվեն թիմերը։ Երկուսն էլ ավելի շատ եւ ուշադիր կլինեն պաշտպանությունում աշխատանքի վրա, այս փուլում ավելի ամեծանում դարպասապահների դերը, իսկ շատ լավ թեմա է դարպասապահների թեման։ Շատ լավ դարպասապահներ ունեն, ինձ համար Pickford-ն էլ է շատ բարձրակարգ դարպասապահ, շատերը գիտեն։ Թերագնահատված չի։ Հա, երևի այն պատճառը, որ ավելի top հակումբում չի եղել։ Հա, միգուցե Էմիլիանոն էլ իր անձը չեմ սիրում ընդհանրապես իր տեսակը, բայց որպես դարպասապահ շատ ուժեղ է ու այստեղ էլ շատ հետաքրքիր ի դեպ մենապայքար, հա, հակամարտություն է։ Չգիտեմ, բարդ է։ Համաձայն եմ, որ սխալները պաշտպանությունում ավելի քիչ պետք է լինեն, դարպասապահների խաղը ու եւս մեկ անգամ շատ մեծ դեր ունենալու են անհատները։ Օրինակ Հարի Քեյնը գոլ չխփեց Նորվեգիայի դեմ խաղում, բայց երևի համաձայն եք, որ նորից հիանալի աշխատանք էր կատարում։ Ու եթե Քեյնը չէր խփում, կա Ջուդ Բելինգեմ, որը այսպես աննկատ ու եկավ ու արդեն այդ պայքարին շատ նկատելի երկու դուբլ, բայց այդ պայքարին չէր խառնում, եկել բանկամից տեսնում ենք 6 գոլ, այո։ Ես կցանկանայի առանձնացնել նաև Էնթոնի Գորդոնին, որը առաջին տուրում այո լավ հանդես չեկավ, բայց հետո շատ մեծ օգուտ է տալիս Անգլիայի հավաքականին։ Ես կասեմ վերջի երկու փուլում է շատ օգուտ տալիս, գիտես, որովհետև խմբայինում ամեն դեպքում Գորդոնը եւ Ռեշվորդը նույն անդեմ անհասկանալի խաղն էին ցույց տալիս։ Դե առնվազն play-off-ում տպավորիչ ֆուտբոլ է ինձ համար ցույց տվել Գորդոնը, ու շատ հետաքրքիր է Արգենտինայի հավաքականությունը կիսապաշտպանությունում կամ Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներ, Էնսոնու Մակալիստերը շատ լավ են ճանաչում մրցակցի ֆուտբոլիստներին։ Հիմա արդեն երևի ժամանակն է, որ Մեսսիից բացի շատ այնպես լավ բան ասացի։ Այն ֆուտբոլիստները, որոնք նախորդ մունդիալում տպավորել էին, նույն Էնսոն, Մակալիստերը, չէ, բացահայտումներն էին։ Խուլիան Ալվարեսը, որը վերջապես գոլ խփեց, այն էլ ինչ գոլ։ Հիմա արդեն իրանք էլ պետք է Եթե որոշիչ դերակատարների մասին է խոսքը, համաձայն եք, չէ, որ Անգլիայում Քեյն ու Բելինգեմ իրանք առանձնանում են։ Հիմա այնտեղ Մեսսի բավովա երկրորդ է այս թիմում, այդ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է դա, որովհետև նախ կարևոր էր, որ Շվեյցարիայի դեմ խաղում թե Լաուտարոն եւ թե Ալվարեսը գոլ խփեին, որ վերջապես զգային թե դա ինչ է, այլ ոչ թե միայն 11 մետրանոցից։ Եվ վերջապես այդ էյֆորիայի ֆոնին մոտենան այս խաղին։ Ինչով է դու հարցիդ վերադառնալով ասեմ։ Առաջին խաղն է լինելու այս մունդիալում, որում Արգենտինան իմ կարծիքով խաղից առաջ մոտիվացիայով չի զիջելու մրցակցին, որովհետև բոլոր մրցակիցները շատ կարևոր նկատառում ասա։ Բոլոր մրցակիցները ուզում էին հաղթեին աշխարհի չեմպիոնին, դրա համար իրենց կյանքի խաղն էին անցկացնում։ Անգլիա եւ Արգենտինայի միջև գիտենք, որ շատ վաղուց
պատերազմական, հիմա սառած պատերազմ է, բայց այդ Ֆոլկլենդյան կղզիների համար նրանք միջև հիմա խնդիրներ ունեն իրար միջև։ Այդ պատերազմը 80-ականների սկզբում հաղթել է 70-ականների վերջ 80-ականների հաղթել է Հայկը ցույց է տալիս թե ինչու պետք է այստեղ լինել ու շատ հաղթել է Անգլիան։ Մի պահ Արգենտինան մտածել որ ինքը կարա տենց Անգլիայի հարցերը լուծի, բարձվել էր ոչ այդ ջրային պատերազմում կարճ տևած, բայց Անգլիան հաղթել էր։ Այդ ժամանակ էր հենց որ դրանից հետո եղավ Արգենտինա-Անգլիա այդ լեգենդար խաղը 86-ին եւ Արգենտինան կարծես պայքարում էր նաեւ արդարության համար իր կարծիքով, կարծում այդ կղզիները իրան են պատկանում։ Բայց հաղթեց անարդար ձևով ինչ որտեղ։ Հետո եղավ եւս մեկ նմանատիպ դեպք 98-ին, երբ Բեքհեմը կարմիր քարտ ստացավ Սիմեոնեի պատճառով 1-8 եզրափակիչի արտակարգ խաղում։ Ես առաջին խաղերից մեկն էր, որ իմ կյանքում տեսել եմ, այնպես տպավորված է այդ խաղը։ Հեռավոր 1990, չգիտեմ, չէ՞։ Իսկ 98-ին։ Իսկ հետո փոքրիկ ռևանշ եղավ, երբ խմբային փուլում հաղթեց 2002-ին, որ Բեքհեմը 11 մետրանոցից խփեց, այսպես փոքրիկ ռևանշ ինքն էլ վերցրեց Արգենտինայից։ Դրանից հետո պաշտոնական խաղերում չեն հանդիպել։ Մի քանի ընկերական միայն։ Ու հիմա երկուսն էլ գերմոտիվացված են։ Արգենտինան այդ պատճառով, որ քաղաքական տեսանկյունից նաև շատ բան ունի ապացուցելու եւ հասնելու, եւ Անգլիան իմ կարծիքով ամենամոտիվացված թիմն է չեմպիոն դառնալու, որովհետեւ մյուսները այդ համզգացել են տիտղոսների, մյուս 3 թիմերը սպասում են ու չկա։ Համ սպասում են, համ ֆուտբոլիստները պատրաստ են, համ լավ խաղացողներ ունեն, եւ վերջապես թիմ են։ Նրանք զգում ես, որ թիմ են։ Հիմա այս Անգլիայի քամբեքներով են հաղթում, իրենք պատրաստ են 10 ֆուտբոլիստով մտնել Տուգանային հրապարակ Մեքսիկայի դեմ պաշտպանվել, ամեն ինչ պատրաստ են անում, որ հաղթեն։ Ինձ թվում է մենք այս թեմայով շատ երկար կխոսենք, այս վերջի միտքն էլ ասեմ ու փոխենք թեման։ Նայ, մինչև այս փուլին հասնելը Անգլիայի հավաքականում շատ է եզրերում փոփոխություն եղել, պաշտպանությունում եղել, տարբեր դիրքերում անընդհատ Տուխելը փորձարկումներ է արել։ Իսկ Արգենտինայի հավաքականի հիմնական միջուկը կորիզը հստակ սկալոնին պահել է ու ինձ թվում է այս կիսաեզրափակչի ամենակարևոր հաղթաթղթերից մեկը Արգենտինայի հավաքականի ամեն դեպքում մարշի թիմին ավելի լավ տիրապետելն է։ Ես չեմ ասում, որ Արգենտինան ավելի ուժեղ է, քան Անգլիան, բայց կա մի հատ գործոն, որը որ, չգիտեմ, ինչ որ լրացուցիչ դրական բան է տալիս Արգենտինայի հավաքականին։ Այդ մասով շատ դժվար է անդրադառնալ Իսպանիա-Ֆրանսիա խաղին, թե որ մարզիչն է ավելի լավ տիրապետում։ Всё, այս թեման ենք բացում, Իսպանիա-Ֆրանսիա, թե Դիդիե Դեշամ։ Այս եզրափակիչի հավասար դիմակայություն, չէ՞, ինչ եք մտածում։ Իսպանիան երևի ամենասիրուն ֆուտբոլ խաղացողներից է։ Ինձ թվում է այս 4 հավաքականներից նախ խաղով մի քիչ առաջ ընկնելով խաղի գեղեցկությամբ եւ ուժով կարծում եմ Ֆրանսիան ամենաուժեղն է ամեն դեպքում մի քիչ համեմատական կարգով իհարկե կարելի է համաձայն չլինել բայց գլոբալ առումով այս 4 հավաքականներից որն էլ դառնա չեմպիոն արժանի է միանշանակ այս օրինակ մարդիկ էլ կան որ իրենց համար ավելի գեղեցիկ է այն ֆուտբոլը որը ցույց է տալիս Իսպանիայի հավաքականը մարդիկ կան, որ սիրում են այդ արագ, ագրեսիվ հարձակումները Ֆրանսիայի հավաքականից, այդտեղ թե մարզչական, թե կազմում ունեցած ֆուտբոլիստների առանձնահատկություններից է շատ բան նաև գալիս, բայց Դիդիե Դեշամը, եկեք մի քիչ հետ գնանք նաև հիշենք նրա ֆուտբոլիստ ժամանակաշրջանը, դες 98-ին աշխարհի չեմպիոն, լեգենդ է, ֆրանսիական ֆուտբոլի գլխավոր լեգենդներից մեկն է։ Բնականաբար ես էլ եմ համաձայն, որ կա Զիդան, շատերը տալիս են Զիդանի անունը, բայց 98-ին չեմպիոն, հետո այս հեգեմոնիան ինքն է սկսել։ Հիմա եթե մենք հաշվենք, ստացվում է, որ 98 թվականից սկսած 7 հնարավորից 4 անգամ եզրափակիչում է եղել ու այդ բոլոր 4 եզրափակիչներում Դեշամը եղել է։ Չէ, բայց նայ, Դեշամի հետ կապված, օքեյ, բայց դες խեմ նորից այդ թիմերով, այդ ֆուտբոլիստերով, տես, հիմա մենք տեսել ենք էլի շատ ուժեղ կազմով Ֆրանսիայի հավաքական, որը ասենց ֆուտբոլ ցույց չի տվել։ Բայց կներես, ես Ֆրանսիայի կազմին հավասար որևէ այլ հավաքական հաստատ չեմ հիշում, որ չի գնացել այնքան առաջ։ Լուրջ եմ ասում, Ֆրանսիայի հավաքականը վերջին տարիներին ես հիշում եմ ամեն առումով ուժեղ ա եղել, երևի թե բոլորին։ Ես հիշում եմ 2006-ի Բրազիլիան, որում խաղում էր Կակա, Ադրիանո, Ռոնալդինյո, Ռոնալդո։ Հարցակման քարյակը այդ 4-ն է։ Նայ, լավ։ Ու ոչինչ վերջին 10 տարին, 12 տարին Ֆրանսիայինը պարտվեցին։ Չէ, բայց Մբապեն մի հատ շատ լավ բան էր ասել, այս ում հաղթեցին Մարոկկոյի հետ խաղից առաջ Դեշամի մասին էր ասել, որ
իրենք որ հիմա այս կետում են, դա Դեշամի երկար տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ է, ու ինքը համեմատել էր, նշել էր, որ ինչու օրինակ նախորդ Եվրոյին վատ խաղացին, ասել էր, բայց մեկը հիմա ավելի շատ ենք մենք դրանից հետո աշխատել, մեզ ավելի լավ ֆուտբոլիստներ են նաև միացել ու մենք հիմա այս կետին ենք, որովհետև այս տարիների ընթացքում կապ չունի մենք ինչքան ենք լավ խաղացել կամ ինչքան վատ, մենք լսել ենք Դեշամին ու ոնց որ իր փիլիսոփայությունը, այսպես, չգիտեմ, անգիր արած գնացել ենք առաջ, դրա համար հիմա մենք ֆավորիտներից մեկն ենք։ Այսինքն թիմի ավագը այն էլ Մբապեն, որ գիտենք ինչ էգո ունեցող ֆուտբոլիստ է, մարշի մասին շատ այսպես մեծ գնահատականով։ Օրինակ մենք խոսում ենք, չէ, առաջատար ֆուտբոլիստներից, դե Ֆրանսիայում այդ առումով միանշանակ առանձնանում է Մբապեն, աշխարհի առաջնությունների ֆուտբոլիստ 12 գոլ միայն play-off փուլերում, չգիտեմ, դե թվերին չեմ ուզում շատ անդրադառնամ, Մբապե այդքանով ամեն ինչ ասված է, բայց ով է Իսպանիայի հավաքականի առաջատարը, անունով պետք է լիներ Յամալը, որը վնասված կստացավ մունդիալից առաջ, դեռ այ ապրես, ես հենց Ռոդրիի անունն էի միանշանակ տալու, Յամալի պատմությունը մի փոքր այլ է, Պեդրին կարծես հոգնած է, դեռ իր խաղամակարդակին չի կարողանում գալ, այդ աղյուսակները մենք անընդհատ տեսնում ենք, չէ՞, տարբեր վարկանիշային մունդիալի ընթացքում, ամենաուժեղ պաշտպանվող ֆուտբոլիստն է Ռոդրին։ Ու դա էլ ցույց է տալիս, թե այդ աղյուսակները մի կողմ, դաշտում երբ դու տեսնում ես, այս ֆուտբոլիստը ինչպես է տեղաշարժվում, ինչպես է խաղ կառավարում, երբ որ վնասվածքից նոր է հետո։ Այս Ռոդրին այն Եվրոյի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոդրիի հետ գրեթե կապ չունի։ Այս ուրիշ Ռոդրիա, այն ուրիշ պատմություն է։ Լավ վիճակագրություն էլ կա, մեկ ամեն դեպքում պետք է վիճակագրություններից խոսել, էլի, ինչ որ բանի մասին ասում է։ Նաև այս մունդիալում առաջատարը այդ հարցակման այդ երրորդ զոնա կոչված ամենաշատ փոխանցումները ինքն է կատարել, այսինքն ամենաշատ սուր գործողությունները ինքն է կատարել, դա էլ հաստատ շատ բանի մասին։ Հայկ Ես կարծում եմ պետք է անկեղծ լինել եւ ասել, որ այս մունդիալում միակ թիմը, որ ակնհայտ մյուսներից ուժեղ է, դա Ֆրանսիան է։ Եթե հիմա բաժանենք տոկոսների, ապա յուրաքանչյուրին 20% հավանականություն չեմպիոնության, Ֆրանսիային 40%, երկու անգամ յուրաքանչյուրից ավելի բարձր շանս ունի չեմպիոնության։ Բայց այս դեպքում դա ոչինչ չի աշխատավորում կիսաեզրափակիչից առաջ։ Մենք տեսել ենք օրինակ Գերմանիայի, որը 7-1 հաշվով ջախջախում էր Բրազիլիան կիսաեզրափակիչում եւ թվում էր անհնար այդ թիմի դեմ որևէ բան անել։ Դուրս էր գալի եզրափակիչ, Արգենտինան իրանից երկու անգամ ավելի լավ էր խաղում, բայց պարտվում էր։ Ինչ որ հրաշքով կարողանում էր Գերմանիան այդ գոլերը բաց չթողել, հետո ավելացված ժամանակում խփել։ Այնպես որ հրաշքով չէ, Իգուայինին արի հիշենք, ամեն ինչ բարձ կլինի։ Ռոդրիգո Պալաս։ Իգուայինին։ Իսկ Իսպանիան այն թիմային խաղի ապոֆեոզն է, չէ, երևի թե, իսկ Ֆրանսիան այս մունդիալում անհատների ով է առաջին։ Բայց թիմային խաղն էլ միանշանակ շատ լավն է, ամեն ինչով առանձնացել է Ֆրանսիան դրական։ Միայն առաջի խաղի առաջի կեսն է վատ խաղացել։ Մնացած բոլորում հիանալի տեսք է ունեցել։ Եվ շատ հետաքրքիր է այս հակամարտությունը տեսնել հենց այդ պրիզմայով, որ թիմային խաղ, ընդդեմ շատ ուժեղ անհատներ ունեցող։ Իհարկե, այստեղ էլ շատ ուժեղ անհատներ կան։ Օրինակ, եթե Յամալը իր մարզավիճակում լինում է, դա արդեն հավաքում է, բայց հիմա այս թիմին շատերը համեմատում են Եվրո 2024-ի թիմի հետ, որտեղ եզրային ֆուտբոլիստները շատ կարևոր էին, Նիկո Վիլյամս, Լամին Յամալ, երկուսն էլ հրաշալի մարզավիճակում, դեպս որ Յամալի ծնունդն է, վաղ արդեն մեր թողարկումի եթեր կգնա 16 տարեկան էր, հիմա 19, բայց այն ժամանակ շատ ավելի վառ էր, նորից եմ նշում հասկանալի պատճառներով։ Հիմա չկան այդ եզրային ֆուտբոլիստները ու Չէ, Իվարկյան, եզրային ֆուտբոլիստները կան, բայց այդ խաղային մակարդակը, որ Եվրոյի ժամանակ ունեին, մի քիչ ավելի թուլացել է։ Վնասվածքներով պայմանավորված։ Հիմա նորից Դե Լա Ֆուենտեն եկել է կենտրոնացել է հենց միջին գծի վրա ու միջին գծի ֆուտբոլիստերի շնորհիվ է փորձում առաջ գնացություն կատարել։ Ես օրինակ չեմ կարծում, որ կենտրոնացել է, միշտ էլ Դե Լա Ֆուենտեն շատ լուրջ ուշադրություն է դարձրել կիսապաշտպանության գծին, ուղղակի արժևում կատարողները այնքան լավ մարզավիճակում են եղել, որ այդ տարբերությունը մենք տեսել ենք։ Հիմա մի հատ այսպիսի բան ասեմ, ուրիշ տեղերում էլ եմ ասել, ինձ թվում է սա այն դիմակայությունն է, որտեղ համակարգային ֆուտբոլը ավելի կարևոր է լինելու, քան անհատները։ Ինչպես որ ասել էր Արսեն Վենգերը։ Չգիտեմ ով ասել, անկեղծ չեմ տեսել, հիմա ասում եմ, ինձ թվում է որպես թիմ, որպես, չգիտեմ, ցուցադրած խաղի նշաձող Ֆրանսիան այս մունդիալում, Հայկ ինչպես ասես, բոլորից բարձր է, բայց Ֆրանսիայի հավաքականը դեռ
այնքան համակարգային թիմ ինչպիսին Իսպանիայի հավաքականն է չի հանդիպել ու այստեղ Դե Լա Ֆուենտեի ամեն դեպքում իր ֆուտբոլիստների հետ տարած աշխատանքը այդ փոքր դետալների վրա մանրակրկիտ աշխատանքը կարա վճռորոշ լինի միակ բանը որ ես մտածում եմ որով Իսպանիայի հավաքականը հնարավոր է շատ լուրջ խնդիրների բախվի դարպասապահն է որ ամեն դեպքում ես Ունայ Սիմոնին Այստեղ տելեֆոնն իր հետ է, հա, այստեղ ինքն իր հետ ու պաշտպանության գծում էլ ես ամեն դեպքում կան դրվագներ, որտեղ թեկուզ Բելգիայի հետ հակագրոհը, որտեղ ես ամեն դեպքում այդ Ֆրանսիայի հարձակվողները այնքան ուժեղ են, որ նա տրամաբանություն կարող է աշխատի, որ Ֆրանսիան կխփի 4-ը, օրինակ Իսպանիան 3-ը։ Բայց Ֆրանսիան էլ այսքան ժամանակ Իսպանիայի մակարդակի թիմի դեմ չի խաղացել։ Շատ կարևոր բան է։ Ու այստեղ վերջապես կհասկանանք, էլի Մարոկոին հասուն ձևով գրեցին, բայց այստեղ ավելի լավ կհասկանանք Ֆրանսիայի հարձակումը, դե այն որ ուժեղ են դա չի քննարկում, կարող է հիմա պարտվեն, բայց այնպես չի որ կթուլանան, ուղղակի այդ ուժեղ թիմային համակարգի դեմ իրենց հարձակումը ինչպես կաշխատի, բայց վերջաբանի բան եմ մի քիչ ասում, կարող է դժվար։ Արդեն մենք մոտ 4-5 րոպե Ինձ թվում է երկու խաղերում էլ հաղթելու է կանխատեսում մի ասել, այն թիմը, չէ, ես չեմ կարող կանխատեսում ասել, այն թիմն է հաղթելու, որի ֆուտբոլիստները ավելի պատրաստ կլինեն հետխաղի հարվածաշարին։ Օ, հետո Տես, մի հատ մի փոքր հետ գնամ նախորդ մտքից, շատերը խոսում են Արգենտինայի հավաքականի անցած ճանապարհի մասին, բայց արի նայենք Ֆրանսիայի հավաքականի անցած ճանապարհը։ Խմբային փուլում կար Նորվեգիա, որը խաղաց երկրորդ կազմով, համակերպվել էր, որ կարող է պարտվել, Շվեդիա, Պարագվայ, դե Մարոկոյի հավաքականը լավ թիմ էր, բայց Իսմայել Սայբարին չկար ախրել պետք է ասել Ֆրանսիան, որ ուժեղ է, այդտեղ հարցեր չկան։ Իսկ Իսպանիան հաղթել է Պորտուգալիա, Իսպանիան հաղթել է Բելգիա, որը իմ կարծիքով պետք է հիասթափություններից մեկը դառնար, բայց անակնկալ եկավ այսքան խաղ առ խաղ բարելավեց իր խաղը արդյունքները, բայց որ Իսպանիային մենք տեսել ենք ուժեղ թիմերի դեմ։ Հայկ քո կարծիքն էլ ասա ու վերջի հարցը տամ, էլի։ Իմ կարծիքով գոլառատ խաղ է լինելու։ Իսպանիան չի կարող խուսափել գոնե 2 գոլ բաց չթողնելու, նշածը հենց պատճառով առաջի հերթին Սիմոնը դժվար կամ պետք է կյանքի խաղ անցկացնի։ Քո անակնկալ է պատրաստել Դե Լա Ֆուենտեն եւ Ռայանա օրինակ կամ Գարսիան, չէ։ Իսկ Իսպանիան, եթե պետք է շանս ունենա անցնի, ապա հարձակումը պետք է էլ ավելի լավ աշխատի, քան մինչև հիմա աշխատել է։ Յամալը պետք է նորից իր լավագույն խաղը անցկացնի, ինչը դեռ չի անցկացրել։ Կարող է պահելակից եզրափակիչը։ Դե հետսետը ավելի լավ է խաղում, որովհետև վնասվածքից վերադարձավ 15 րոպե սկզբում խաղաց, հետո 30 րոպե կամ 40 րոպե հետո հետսետը Պորտուգալիայի դեմ խաղը առաջինն էր, որում ամբողջական խաղ անցկացրեց, արդեն 1-8 եզրափակիչում։ Այնպես որ Յամալը պետք է ավելի լավ խաղա, մյուսները պետք է փորձեն ինչ-որ բան անեն, որ Ֆրանսիայի դեմ հնարավոր լինի գոնե քո ասած 11 մետրանոցներին անցնել կամ նույնիսկ հաղթել։ Դա հնարավոր է, շատ հնարավոր։ Եթե կա թիմ այս պահին, որը կարող է հաղթել Ֆրանսիային, դա առաջի հերթին Իսպանիան է մտքիդ գալիս։ Տղեր, քանի որ սա այսպես նեղ ֆուտբոլային քննարկում է եւ այստեղ մենք ենք մեր կանոնները թելադրում, եկեք ասենք այն եզրափակիչը, որ մեր սրտին ավելի մոտ է, ցանկալի է կուզենք տեսնենք, ու ձեր թեթև կանխատեսում եք այս եզրափակիչի հավաքականներ են, որ չէ, բայց դու ունես չէ՞ ներսում մի բան, որ ուզում ես տեսնել։ Ուրիշ բան եմ ուզում ասել։ Յուրաքանչյուր ունի երկրպագուների մեծ բանակ։ Հիմա որ երկու թիմի անունն ասես, այն մյուս երկու հավաքականների երկրպագուները վատ են տրամադրել։ Լավ, որ թիմին ես ուզում չեմպիոն տեսնել։ Բրազիլիայի հավաքական, Հայաստանի ազգային հավաքականի։ Լավ, եթե 4 թիմերից Ֆրանսիա այնտեղ էլ Մեսին արդեն հաղթել է ու ես շատ ուրախ եմ որ ինքը հաղթել է, նույնիսկ էլ ուրախ կլինեի որ Ռոնալդոն էլ հաղթեր, ցավոք դուրս մնացին, քանի որ Մեսին արդեն հաղթել է, Անգլիան էլ Մբապեն էլ հաղթել, Իսպանիան դեռ կհասցնի, լավ ջայել սերունդունի։ Մի դժվար է, ախր։ մի հավաքական, ասա։ Ով կհաղթի Ֆրանսիայի հավաքականը։ Արտուշ դու։ Սա կանխատեսում է չեմպիոնի վերաբերյալ։ Ոչ միայն դու ասա, այն ինչ որ ուզում ես տեսնել սրտան։ Ես կարծում եմ որ չեմպիոն դառնալու է Ֆրանսիայի հավաքականը։ Մի փոքր համեմատաբար ավելի համակրում եմ Իսպանիայի հավաքականին։ Ահա, դու։ Քանի որ մեր մի քանի եթերներից մեկում, մի քանի եթեր առաջ մեկում ասացի, որ շատ անհավանական, բայց անսպասելի եզրափակիչ կարող է լինել Անգլիա, Ամերիկա։ Դեռ պայքարում է, դեռ պայքարում է։ Թրավ, բայց Անգլիան դեռ պայքարի մեջ է, այդ լոգիկայի մեջ Անգլիան պետք է չեմպիոն դառնալ։ Ես կուզեի, որ այդ
ինչ որ ի սկզբանե զգում էի դա լինի, Անգլիան չեմպիոն դառնա եւ իմ ասած լինի։ Հատկապես որ Հարի Քեյնի ես ուզում եմ անպայման խոշոր մրցանակ հաղթի, իսկ աշխարհի չեմպիոն դառնալու միանգամից երկուսը կհաղթի, որովհետեւ ոսկե գնդակն էլ հետը կգա։ Ֆրանսիան ուզում եմ հաղթի, որովհետեւ լավագույն ֆուտբոլն է ցուցադրել այս մունդիալում, իսկ ես մարդիկ եթե ինձ ճանաչում են, գիտեմ իմ համար խաղի որակը առաջնային է, հետո նոր արդյունքն է գալիս։ Իսկ եթե ավելի համակրելի թիմերից խոսենք, իհարկե ես կուզեի լիներ Իսպանիա, Արգենտինա եզրափակիչ։ Լավ։ Հիմա ես էլ ասեմ, քանի որ խաղով պետքա կրկնվեն Ֆրանսիան իսկապես թվում է բոլորից ուժեղա, շատ հնարավոր է որ Ֆրանսիան դառնա աշխարհի չեմպիոն, բայց մնացած թիմերից ես կուզեմ վերջապես Անգլիայի հավաքականն էլ չեմպիոն դառնա, որովհետև Անգլիան երկար տարիների աշխատանք է տարել ու պետքա նաև այս հավաքականը ինչ որ մի բան հաղթի, թող լինի աշխարհի գավաթը, բայց եթե իմ սիրած հավաքականի մասին է խոսքը, ես Բրազիլիայի հավաքական եմ։ Այն դոմինանտությունը, որ ունի ակումբային ֆուտբոլում արդեն, պետքա նաև հավաքականի մասշտաբով էլ լինի դա։ Ուղղակի Ֆրանսիան ուժեղ է եղել մինչև այս պահը, բայց ես վստահ եմ, որ մրցավարական շատ կոպիտ բաներ չեն լինելու այս մյուս խաղերում ու ով էլ հաղթի հաստատ ուժեղն է հաղթելու, ավելի արժանին է։ Կարող այդ օրը այդ թիմը ավելի պատրաստ է ու հաստատ կարծում եմ հաղթողը լինելու է բավականին օրինաչափ ու ինչպես էլի ասացի Հետարքիր էր մրցավարի ընտրությունը Իսպանիա-Ֆրանսիա խաղում, ես անակնկալի եկա Սալվադորից Իվան Բարտոնին է վստահվել։ Այդ մրցավարն է, որ առաջին անգամ բերանը փակելով խոսելու համար կարմիր քարտը Միգել Ալմիրոնի, Պարագվայի, Թուրքիա խաղն էր։ Լավ, այսքանով եկեք եզրափակենք մեր այս քննարկումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շնորհակալություն ենք հայտնում Real Marketing-ին, մեր սոցիալական կայքերում շատ լուրջ աշխատանք է տարվում եւ այդ փաթեթավորումը նրանց շնորհիվ է։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ, շնորհակալություն։